Եթե ֆիզմատ այս խնդիրն իրական լիներ և այն դպրոցում փորձեի լուծել արհեստական բանականության օգնությամբ, ապա տարիներ առաջ սա կարժանանար ուսուցիչներից նախատինքին, իսկ հիմա արհեստական բանականությունը դպրոց մտնելու վիզան արդեն ունի։ Եվ ոչ միայն մուտքի արտոնագիր ունի, այլև աստիճանաբար արհեստական բանականությունը դառնում է կրթական գործընթացի անբաժանելի մասը։ Առաջիկա ուսումնական տարվա մեկնարկից սեպտեմբերից սկսած Հայաստանի դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում կունենան ChatGPT Edu եւ Codex հարթակների հասանելիություն։ Կրթական գերատեսչությունը ձեռք է բերել ավելի քան 50,000 բաժանորդագրություն։ Պատասխանատուները համոզված են, թե սա կնպաստի կրթության որակի բարձրացմանը։ Այս հարթակը դասախոսներին եւ ուսուցիչների հնարավորություն կտա իրենց ժամանակ ավելի արդյունավետ կիրառել եւ մասնավորապես օրինակ դասերի պլանավորման, կրթական ծրագրերի կազմման, ինչպես նաեւ սովորողների անհատական կարիքների հասցեագրման ավելի ճկուն համակարգ ունենալ։ Մասնագետները հենց այս կետում զգուշացնում են, դպրոցներում եւ բուհերում տեղեկատվական առաջատար տեխնոլոգիաների ներդրումը պետք է ուղեկցվի պատասխանատու կիրառությամբ։ Կրթական ոլորտի փորձագետները գիտեն, սա ժամանակի հրամայական է, բայց մեր կրթական համակարգի խնդիրներն այդ գիտակցումից չեն պակասում։ Շատ տարածված է, միայն նախարարությունը չի դրա զոհը, ընդհանուր մեր հասարակությունը, մոլորակի հասարակությունն է դրա զոհն է, որ մարդիկ պատկերացնում են կգտնեն ինչ-որ մի բան, որ կբարձրացնի ինչ-որ մի բան։ Այս աշխարհը բարդ է։ Այսինքն չեն կարող գտնել մի բան, որ հարցերը կլուծի։ Արհեստական բանականությունը գործիք է, կացինի պես։ Ու այդ կացինով կարելի է պատրաստել շատ հիանալի կահույք, կարելի է ծառ կտրել ու անապատի վերածել երկիրը, այսինքն այստեղ այն չի խնդիրը, այսինքն որ դա հարց լուծող բան է, դրա առկայությունը։ Հարցը այն է, թե ինչպես ենք դա մատուցում։ Արդեն կա եւ աշակերտ ուսուցիչ բախումներն արդեն իսկ սկսվել է հենց AI-ի մուտքով մեր կյանք։ Սա անխուսափելի է ցանկացած ժամանակահատվածում, ինչ կտա սա մեզ, կհեշտացնի ավելի գիտելիքների ձեռքբերման եւ առավել լայն ծավալով ինֆորմացիա ստանալու եւ ավելի հեշտ հնարավորությունները, բայց իր հետ բերում են նաև չմտածելու եւ ինքնուրույն չդառնալու կարողության, այսպես ասած, ձևավորումը։ Այսինքն չունես, չես էլ ունենա։ Նախարարությունում էլ գիտեն, նուրբ է այն լարը, որից այս կողմում դպրոցում, բուհում արհեստական բանականությունը աջակցող, այն կողմում պրոցեսին խանգարող գործիք դարձնելն է։ Շատ կարևոր է, որպես մենք համակարգված ու հետևողական մոտեցմամբ եւ մանկավարժությամբ արհեստական բանականությունը դարձնենք ոչ թե խոչընդոտ, ոչ թե արգելք, այլ դարձնենք նոր հնարավորություններ բացող։ Կրթական համակարգում արհեստական բանականությունը դարձնենք գործիք, որը հնարավորություններ է բացում, ասում է նախարար Անդրեասյանը, բայց հարց ում համար։ Մանկավարժը վստահ է, կոնկրետ ուսուցիչներն իրենց բնատուր ինտելեկտով դեռ պետք է սպասեն հասկանալու համար, թե համակարգում ինչ տեղ է զբաղեցնում արհեստական բանականությունը։ Բարդ հարց է, որովհետև իրոք ուսուցչի դերը նվազեցվելու է այս դեպքում։ Չեմ կարող հստակ պատասխան ասել, որովհետև սա պետք է փորձարկվի, հասկանանք ուսուցչի դերը որտեղ է սկսում այս գործիքակազմի կիրառման ժամանակ եւ որտեղ է ավարտվում։ Հավանաբար խոչընդոտներ կլինեն, դժգոհություններ կլինեն անպայման մանկավարժներից, որովհետև վերջին շրջանում բավականին շատ ծրագրեր ծանրաբեռնում են նրանց, բայց ասեմ, որ սա չի կարող լիովին փոխարինել մանկավարժին։ Մանկավարժին ամբողջությամբ փոխարինելու հարց առայժմ իհարկե ոչ միայն մեր, այլև համաշխարհային օրակարգում չկա, թե ինչպես է պետք տեխնոլոգիական առաջընթացը կառավարել դպրոցում, այս հարցի պատասխանն էլ ըստ փորձագետի ոչ մի կողմում գիտեն, ոչ մյուս։ Փոխարեն Նստարեկ Թադևոսյանի աշխարհում արհեստական բանականության շատ ավելի լավ աշխատող նոր գործիքներ կան, որոնք փաստացի մեզ դեռ չեն հասնում։ Աշխարհում այդ հարցը դեռ լուծված չի։ Այսինքն մենք հիմա ժամանակաշրջանում ենք ապրում, որ տեխնոլոգիական առաջընթացը շատ ավելի ռադիկալ տեմպերով է զարգանում, քան թե մեր սոցիալական ինստիտուտները, ռազմավարությունը եւ քաղաքականությունները։ Այո, հիմա արդեն գծագրվում են, մի քանի տարբեր երկրներ արդեն լավ էքսպերիմենտներ ունեն, ինչ որ լավ արդյունքների հասնում են, բայց դեռ մեր մոտ քաղաքական մակարդակում ցավոք
ճիշտ չենք մոտեցել ասացին։ Ռիսկերը չափված չի ու մենք կարծես ցանկացած ծրագիր, որը որ լինում է, մեր կրթության մեջ հայտնվում է մի անգամից եւ հայտնվում է շատ համառորեն, այսինքն ոչ թե պիլոտ ենք անում, որ հասկանանք ռիսկերը, որ հետագայում գնահատենք, թե ինչ տվեց սերունդին եւ ինչ վերցրեց, այլ մի անգամից բերում ենք, մտցնում ենք դաշտ եւ կարծես մատուցում ենք դա մի շատ լավ բան։ Մասնագետները նաև նշում են, որ մեր հասարակությունում ակադեմիական անազնվությունը, այն է արտագրությունը, գրագողությունը բարձր մակարդակի վրա է։ Փորձագետների խոսքով սրանք դարձել են սովորական պրակտիկա եւ հիմա արհեստական բանականության գործիքներն իհարկե նպաստելու են, որ այդ ամենն ավելի ուշ գնանա։ Ըստ նրանց, խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների առկայությունն է, այլ դրանց օգտագործման մշակույթը։ Այդ գործընթացը ավելի է հեշտացնելու այդ արտագրություններ կամ copy-paste կոչվածը Ամենաֆունդամենտալ, ամենակարևոր խնդիրը նա է, որ մարդը չի հասկանում, որ ինքը սովորում է, որ գիտելիք ավելանա, ինքը մտածում է, որ ինքը սովորում է, որ քննություն տա, որ տեստ տա, որ դիպլոմ ստանա, դա աբսուրդ է, դա աբսուրդների աբսուրդն է։ Մի առարկա բերեցին թվային տեխնոլոգիաներ, գիտելիքներ եւ այլն եւ այլն։ Բացարձակ ոչինչ չասող մի հատ առարկա է իբր համացանցի եւ կիբերհանցագործության կանխման, երեխաների ինֆորմացիայի բարելավման եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես ոչ մի օգուտ չունի, լայնածավալ ներդրմանը պատրաստ չի։ Սերունդը կդադարի ուղղակի սովորել, մտածել, զարգանալ, կրթվել, ինքնակրթվել եւ առաջ գնալ։ Իսկ սրանք շատ կարեւոր կարողություններ են, թե չէ մեր կրթությունը ինքնին արդեն գիտելիքը տալիս է, կարողություն քիչ է զարգացնում, հիմա այստեղ ավելի նպաստում ենք, որ հենց այդպես էլ լինի։ Ունենա ինֆորմացիա, բայց չիմանա ինչ անել դրա հետ։ Վերջաբանի համար արհեստական բանականությանը հենց ChatGPT-ին հանձնարարեցինք ամփոփել Սուրանկյան անդրադարձն այս թեմային, առանձնացրեց երկու հարց, սահմանեց խնդիրը, ամփոփեց իրավիճակը։ Այսօր արհեստական բանականությունը մտնում է դասարան որպես նոր գործիք, բայց դեռ պարզ չէ, վաղվա դպրոցում այն ավելի շատ կսովորեցնի պատասխաններ գտնել, թե հարցեր տալ։ Մինչև մասնագետները շարունակում են փնտրել այդ հավասարակշռությունը, կրթական համակարգը մտնում է մի փուլ, որտեղ տեխնոլոգիաների արագությունն ու մարդու պատրաստվածությունը պետք է փորձեն քայլել նույն տեմպով։ Իսկ այդ ճանապարհին ով ինչ կսովորի, աշակերտը, ուսուցիչը, թե ամբողջ համակարգը, ցույց պիտի տա ժամանակը։ Թեև այս տեքստը գրել է արհեստական բանականությունը, հարցերի բոլոր պատասխանները դեռ պետք է տա մարդը։ Իսկ ամենակարևոր հարցը կրթության մեջ թերևս մնում է նույնը՝ տեխնոլոգիաները կօգնեն ավելի լավ սովորել, թե պարզապես ավելի հեշտ անցնել ճանապարհը։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։